8 անշարժ գույք 636 միլիոն դրամ ու 1 իրավաբանական անձու մասնակցություն։ Դատախազության նոր պահանջը ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի։ Հայցադիմի ներկայացման հիմքը հանրային քրեական հետապնդումն է, որի շրջանակներում ձեռք բերված տվյալները վկայել են, որ տարբեր ֆիզիկական անձանց անվամբ գրանցված գույքերի իրական շահառուն, այսինքն անձը ում անունից ում օգտին ում հաշվին իրականացվել է գործարքը կամ ով վերահսկել է գործարքը Գագիկ Բեգլարյանն է։ Խոսքը դատանում քննվող գործի մասին է, որով նախկին պաշտոնյան մեղադրվում է 2 միլիարդ 327 միլիոն դրամի 27 անշարժ գույք հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ Պահանջվող նոր գույքերը կենտրոն վարչական շրջանում են, որոնց շուկայական արժեքը դեռ հայտնի չէ։ Սա Բեգլարյանի դեմ ներկայացված երկրորդ հայցն է։ Առաջին հայցով դատախազությունը նախկին պաշտոնյայից պահանջում է ևս 31 անշարժ գույք, որի մեջ ներառված են բնակարաններ, առանձնատներ, տարածքներ, ավտոկայանատեղիներ, որոնցից թվով 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 5-ը Խորենացի փողոցում, 2 առանձնատներ Ազատության պողոտայում։ Գագիկ Բեգլարյանի եւ որդուն պատկանող մոնումենտի 2 առանձնատան արժեքը 7 միլիարդ դրամ է գնահատվել։ Բռնագանձման է ենթակա նաև Թամանյան փողոցում գտնվող 2 տարածքներ, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող այլ անշարժ գույքեր, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող 2 հողամաս, Արարատի մարզի Սիս համայնքում գտնվող 1 հողամաս եւ 1 տրանսպորտային միջոց։ Այս բոլոր անշարժ եւ շարժական գույքերի միջին շուկայական արժեքը կազմել է ավելի քան 10 միլիարդ 705 միլիոն դրամ։ Միաժամանակ բռնագանձման է ենթակա նաև թվով 10 իրավաբանական անձանցու մասնակցության իրավունքը, թվով 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, որը կազմում է ավելի քան 1 միլիարդ 880 միլիոն դրամ, շուրջ 838 միլիոն դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ եւ շուրջ 3 միլիարդ 317 միլիոն դրամ։ Դատախազի խոսքով սահմանադրական դատարանի որոշմամբ հայցադիմումի բովանդակությունը էական փոփոխության չի ենթարկվել, քանի որ Գագիկ Բեգլարյանը 1993 թվականի դեկտեմբերի 5-ից զբաղեցրել է Գերագույն խորհրդի падգամավորի պաշտոնը։ Եվ պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո ձեռք է բերել գույքեր, որոնք օրինական եկամուտներով չեն հիմնավորվել, եւ իրավասու մարմինը պնդում է, որ դրանք ենթակա են բռնագանձման։ Մինչև պաշտոնի ստանձնումը 2 անշարժ գույք է ձեռք բերել Խորենացի փողոցում, որոնք արդեն բռնագանձման ենթակա գույքերի շրջանակում չեն ներառվի։ Առաջին հայցի քննությունը դատաքննության փուլում է, այն առավել քան 30 հատորից է բաղկացած, որից 14 հատորը արդեն հետազոտվել է։ Գագիկ Բեգլարյանի փաստաբաններն առարկում են ներկայացված հայցի դեմ, նրանք դեմ էին նիստը տեսալուսանկարը հանելուն, վստահորդից համաձայնություն չունեին։ Տաթև Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։